Ողջույն, եթերում Մեդպրեսն է։ Այսօր խոսելու ենք կանանց համար շատ կարևոր թեմայի մասին։ Խոսելու ենք կրծքագեղձի առողջության մասին։ Իմ ստուդիայում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կանանց առողջության կլինիկայի բժիշկ ուռուցքաբան կրծքագեղձի վիրաբույժ Մետաքսյա Մկրտչյանը։ Ողջույն բժշկուհի Մկրտչյան, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ողջույն, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ հենց ամենասկզբում սկսենք, թե որ տարիքից եւ ինչ հաճախականությամբ պետք է կանայք անցնեն ստուգիչ հետազոտություններ կրծքագեղձի առողջությունը գնահատելու համար։ Հաշվի առնելով, որ կրծքագեղձի քաղցկեղը համարվում է, այսպես ասած, դարի հիվանդություններից մեկը, ու ինչու ոչ առաջնային քաղցկեղային հիվանդությունների շարքում է դասվում, Եվ ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ ամեն տարի ամբողջ աշխարհում մոտ 2 միլիոն նոր դեպք է գրանցվում կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի, եւ ինչու ոչ Հայաստանի Հանրապետությունում նույնպես ցավոք այդ առաջընթացի միտում է նկատվում, եւ ուզում եմ մի քանի, այսպես ասած, թվաբանությամբ չեմ ուզում ծանրաբեռնել, բայց ուզում եմ նշել, որ տենդենս է նկատվում աճի, ու այդ տենդենսը ոչ թե կապ ունի քաղցկեղի աճի ավելացման, այլ ուրախալի է, բայց փաստ, որ հետազոտությունների ել ավելի բարելավման եւ սկրինինգային հետազոտությունների ներդրման շնորհիվ է այդ ամենը։ Եվ 2018 թվականին, եթե մենք ունեինք մոտ 680 կրծքագեղձի քաղցկեղով առաջնային հիվանդին, արդեն 2020-21 թվականներին այդ թիվը աճեց մինչև 1335-ից մինչև 1400 կանանց թվով։ Եվս ուզում եմ նշել, որ գիտեն բոլորը, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է կանանց սկրինինգային ծրագիրը, եւ որի շրջանակներում արդեն մոտ 30,000 կին է հետազոտվել, եւ այդ ամբողջ 30,000 կանանց շրջանում 286 կին ունեցել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում։ Եվ ինչ մնում է ստուգիչ հետազոտություններին, եթե անդրադարձ կատարենք սկրինինգային հետազոտություններին, ապա սկրինինգային համաշխարհային վիճակագրական միջազգային տվյալների յուրաքանչյուր սկրինինգային հետազոտության տվյալ հարմարեցվում է տվյալ երկրի հետազոտության տվյալներին, օրինակ Կանադայում այդ շեմը 50-ից մինչև 74 տարեկան կանանց է վերաբերվում, իսկ արդեն Ամերիկայում եւ մենք իմիջիալոց ուզում եմ նշել, որ մենք ուղեցույցները հարմարեցված է ամերիկյան ասոցիացիայի ուղեցույցներին եւ ըստ այդ ուղեցույցների մեզ մոտ սկրինինգային ծրագրում ներառվել են 50-ից մինչև 69 տարեկան կանայք, այն կանայք, որոնք որ Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզից են, նրանք ներառվել են 50-ից 69 տարեկան կանայք, իսկ արդեն երբ որ ներառվեց Շիրակի մարզը, շեմը մի փոքր իջեցվեց, հաշվի առնելով, որ երիտասարդ կանանց մոտ նույնպես այդ ախտորոշումը բավականին հաճախ է հանդիպում։ Առողջ կանանց վերաբերյալ սկրինինգային հետազոտությունների ցած խորհուրդ է տրվում երիտասարդ աղջիկներին 30 տարեկանից սկսած կատարել սոնոգրաֆիկ ամենամյա հետազոտություն, կանայք ամեն տարի 40 տարեկանից սկսած, եթե գտնվում է ռիսկային խմբում, տարին 1 անգամ կատարել մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ 35-ից 40 տարեկան շեմում գոնե 1 մամոգրաֆիկ նկար կատարել։ Ունենք նաև յուրատուկ դեպքեր, երբ կինը 35 տարեկանից հետո պլանավորում է հղիություն, դա կլինի արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, թե բնական ճանապարհով, կամ կնոջ հղիությունը գրանցվել է 35 կամ պլանավորվում է 35 տարեկանում, ապա այդ դեպքերում պարտադիր կերպով պետք է կատարվի մամոգրաֆիկ հետազոտություն, ինչու ոչ եւ նախաքաղցկեղային եւ առաջնային շատ ցածր, այսինքն զրոփուլի քաղցկեղների հայտնաբերման նպատակով, քանի որ հղիության ամբողջ ընթացքում ամբողջ քաղցկեղային process-ը կարող է հակադարձ էֆեկտ ունենալ ու բավականին շատ արագ աճ գրանցել, որով որ բնականաբար արդեն կանգնենք խնդրի առաջ պահպանել մայրիկի կյանքը, թե պտղի կյանքը, որը ցավոք սրտի բավականին հաճախակի սկսել ենք հանդիպել նմանատիպ դեպքերի, երբ որ հղիների մոտ նույնպես ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ։ Եթե ես ճիշտ հասկացա, մինչև 30 տարեկանը խորհուրդ է տրվում կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն պարտադիր տարեկան, 35-ից 40 տարեկանում 1 մամոգրաֆիկ հետազոտություն եւ 40 տարեկանից հետազոտությունները իրականացվում են հենց մամոգրաֆիայով։ Այո։ Իսկ որոնք են այն հիմնական գանգատները, որոնցով դիմում են կանայք, ովքեր ունեն կրծքագեղձի քաղցկեղ։ Ինչպես ասում են բոլորը, հա, կանայք ժողովուրդը, ճիշտ է, կրծքագեղձի քաղցկեղը առանձնանում է առանց ցավի առկայության, հա, իր բնորոշ միակ կրիտերիան, որ ցավ գրեթե չի լինում, ու դա է պատճառը, որ կանայք դիմում են արդեն մի փոքր գոյացության շոշափելի փուլում։ Իսկ ինչ մնում է գանգատներին, տեսանելի հստակ գանգատներ կան, որ ցանկացած կին ինքնազննում իրականացնելուց, ամենամյա ինքնազննումը, որի մասին կխոսենք քիչ ուշ, ինքնազննման
կատարելով, ինչու ոչ նաև արտաքինից իր մարմինը զննելու միջոցով կարող է հստակ հասկանալ իր մոտ արդյոք կա կրծքագեղձի քաղցկեղ ոչ թե ոչ։ Դրանց մեջ է արտասովոր կրծքագեղձի լցվածության զգացումը, մաշկի փոփոխությունը, հա, հայտնի այսպես ասած լիմոնի կեղևի ախտանշանը, երբ որ կրծքագեղձը արտաքինից տարբերվում է իր արտաքին տեսքով, այսպես ասած հատվածավոր տեսք է ստանում, ինչու ոչ պտուկների փոփոխությունը, կրծքագեղձում պնդության կոշտացումների արկայությունը, անոթափոսերում կոշտության արկայությունը, տուկներից արտադրության շճարյունային, արյունային, կանաչադեղնավուն արտադրության արկայությունը, շատ անգամ մաշկային շատ փոփոխություններ, որոնք որ առաջին ահազանգը կարող են լինել, որ կնոջ կրծքագեղձում կան կրծքագեղձի քաղցկեղի խնդիր։ Եվ շատ հաճախ հանդիպում է, երբ որ շարժունակության կորուստ է լինում, այսինքն գոյացությունն այնքան մեծ է լինում, որ արդեն կրծքագեղձը չի տեղաշարժվում, երբ որ դու փորձում ես կրծքագեղձը կլինիկական զոնում կատարել, կրծքագեղձը հնարավոր չի լինում շոշափել իր պնդության ու կոշտացումների բազմաթիվության պատճառով։ Շատ ուռուցքային հիվանդությունների համար կան նախաքաղցկեղային հիվանդություններ, որոնց հայտնաբերելը նույնպես շատ կարևոր է։ Իսկ կրծքագեղձի համար որոնք են։ Կան արդյոք նախաքաղցկեղային հիվանդություններ, եթե կան, ապա որոնք են դրանք։ Միանշանակ գոյություն է նախաքաղցկեղային հիվանդություններ, որոնք այսպես ասած հիմնակար են հանդիսանում քաղցկեղի զարգացման համար։ Դրանց շարքին է դասվում օրինակ ներծորանային պապիլոմատոզի արկայությունը, որը իրենից հստակ ներկայացնում է նախաքաղցկեղային հիվանդություն, որը արտահայտվում է մի փոքր ինֆորմացնեմ, որ արտադրության, շճարյունային արտադրության կամ արյունային արտադրության արկայությամբ պտուկից եւ որոշակի օջախների միկրոկալցիֆիկատների արկայությամբ կրծքագեղձում։ Միկրոկալցիֆիկատների արկայությունը, այսինքն այսպես ասած malignant type, այսինքն չարորակ բնույթի միկրոկալցիֆիկատների արկայությունը նույնպես համարվում են սկսվող քաղցկեղի սկիզբ, գոյություն ունենք նոր սկսվող քաղցկեղի տեսակները, դրանք ծորանային քաղցկեղի տեսակներն են, հա, որը կոչվում է DCIS սթափավման, բթակային քաղցկեղի տեսակները LCIS, որոնք որ հիմք են հանդիսանում, այսինքն դրանք այն 0 փուլն է, որտեղից սկիզբ է առնում քաղցկեղը։ Եվ ինչու ոչ խոսքը կարող է վերաբերվել նաև ատիպիկ բջիջների արկայությանը, մեր ռադիոլոգների դասակարգումը, հայտնի դասակարգումը բայրաց համակարգով, երբ որ տրվում է, ցանկացած ռադիոլոգ, երբ որ դնում է բայրաց 3 կամ 4 ախտորոշումը, արդեն կլինիցիստին պետք է հազանգ լինի, որ հիվանդին պետք է արդեն կանխորոշել, հսկել, հսկողության ամիսները քչեցնել ու ինչու ոչ նաև առաջարկել բիոպսիա միանգամից, որտեղ ամիսները կարող են մեր դեմ դուրս գալ այդ արդյունքում։ Այսինքն ցանկացած ծագման անհասկանալի արտադրությունը պետք է լինի նշան, որ անհապաղ բժշկի դիմիկի։ Այո, ու ուզում հավելեմ, որ միայն մամոգրաֆի կամ սոնոգրաֆիկ հետազոտությունը բավարար չի, այդ դեպքում միանշանակ պետք է կատարել բջջաբանական հաստատում, տվյալ արտադրության բջջաբանական հաստատում, եւ ինչու ոչ նույնիսկ շատ ընդունված մեթոդ է, երբ որ տվյալ մամոգրաֆիկ նկարը վերցանվում է երկու անկախ մամոգրաֆիստների կողմից, երկու ռադիոլոգներ իրարից անկախ վերցանում են պատասխանը եւ կոնսենսուսային ժողով է կազմվում եւ երկու մամոգրաֆիստները եթե համակարծիք են տվյալ դրված ախտորոշման հետ, արդեն հաստատել նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բնույթը։ Շատ լավ, դուք խոսեցիք սկրինինգի մասին եւ ներդրվող սկրինինգային ծրագրի մասին, ինչպես կրծքագեղձի քաղցկեղի, այնպես էլ կանանց համար եւս կարևոր արգանդիպարանոցի քաղցկեղի համար եւ կոլորեկտալ քաղցկեղի, քանի որ պացիենտները մոտ ժամանակներում շատ են լսելու սկրինինգի մասին։ Ինչ ենք հասկանում սկրինինգ ասելով ընդհանրապես, ինչ է իրենց ներկայացնում սկրինինգը։ Սկրինինգը ընդհանրապես դա կլինի, ինչպես նշեցի, կրծքագեղձի, հաստաղիքի, թե թոքի քաղցկեղի վերաբերյալ, թե մնացած ուղղվածության, հա, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում։ Սկրինինգը նշանակում է ասիմպտոմատիկ, այսինքն անախտանիշ կանանց հետազոտություն, եւ չմոռանանք, որ սկրինինգները լինում են առաջնային, երկրորդային եւ երրորդային սկրինինգներ։ Հայաստանի Հանրապետությունում ներդրվող սկրինինգի նպատակը առաջին սկրինինգի իրականացումն է, որտեղ երրորդային սկրինինգը իրականացնում ենք մենք կլինիցիստներս արդեն ստացիոնար պայմաններում եւ սկրինինգային հետազոտությունը ինքնին սովորաբար, հա, ամբողջ աշխարհում լինում է երկու տեսակի՝ ժողովրդագրական, այսինքն օպորտունիստական, եւ լինում է ըստ առաջացած առիթի, հա, ժողովրդագրականի մեր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սկրինինգային ծրագիրը ինքը համարվում է ժողովրդագրական, այսինքն ներառում է որոշակի ռիսկի խմբի կանանց, որոշակի տարիքային խմբի կանանց, եւ սկրինինգային հետազոտությունը ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել 2021 թվականին
թվականից 2021 թվականին որոշում է կայացվել ներառել 3 հիմնական մարզերը, դրանք են Տավուշը, Սյունիքը եւ Լոռու մարզերը, որոնց ինչպես նշեցի, հետազոտության մեջ ընդգրկվել էին 50-ից 69 տարեկան կանանց շեմը, իսկ երբ որ արդեն անցանք Շիրակի մարզին, այդ շեմը մի փոքր իջեցվեց, հաշվի առնելով, որ սկրինինգից դուրս էին մնում երիտասարդ կանայք, ու մոտ սկսել են ավելի հաճախ հանդիպել քաղցկեղի դեպքերը, եւ Շիրակի մարզում ներդրվեց 45-ից 69 տարեկան կանայք։ Ներկայումս ուզում եմ տեղեկացնել, որ մեր շրջիկ մամոգրաֆը գտնվում է Գեղարքունիքի մարզում եւ ընթացիկ հետազոտության մեջ է գտնվում։ Ու ընդհանրապես ոնց է իրականանում սկրինինգային ծրագիրը։ Մեր շրջիկ մամոգրաֆը շրջում է մարզերով, մարզերում բաղկացած գյուղերը, որոնք ունեն բուժ ամբուլատորիաներ կամ բուժկետեր, տվյալ տեղերում գրանցվում է առաջնային այց, տրվում է ուղեկիր կնոջը եւ կինը, տվյալ տարիքային խմբի կինը արդեն հերթագրվում է մամոգրաֆիկ հետազոտության։ Մամոգրաֆիկ հետազոտության իրականացումից հետո նկարը, լաբորանտը ուղարկում է մեր կենտրոնի մամոգրաֆիստներին, երկու մամոգրաֆիստները վերցանում են պատասխանները իրարից անկախ, ոչ մեկը չի տեսնում ոչ մեկի պատասխանը, ու դա շատ կարևոր է կույր մեթոդով մամոգրաֆիկ հետազոտությունը, որտեղ դրա ճշգրտությունն ավելանում է եւ երկու մամոգրաֆիստները իրարից անկախ դնում են ախտորոշում։ Եթե քաղցկեղային կամ նախաքաղցկեղային ախտորոշման հստակ կասկած կա, արդեն հրավիրվում է երկու մամոգրաֆիստների մասնակցությամբ կոնստիտուցիային ժողով եւ դրվում է վերջնական ախտորոշում համոզվելու համար կնոջ արդյոք պետք է հրավիրել ստացիոնար հետակա հետազոտության թե ոչ։ Դա բնականաբար արդեն քաղցկեղի հստակ ախտորոշման ու հաստատման դեպքում կինը հրավիրվում է բուժկենտրոն, մեր կենտրոն հրավիրվում է, գալիս են նորից մեր մամոգրաֆիստը եւս մեկ անգամ պատասխանը նայում է, համոզվում է, արդեն պատասխան հետազոտություններով կինը մոտենում է կլինիցիստներին, վիրաբույժին, վիրաբույժ ուռուցքաբանին, որին արդեն հերթակայությամբ թևակողմա բիոպսիայի արկայությունը, բիոպսիան երկու փուլ հետազոտություններ ու մնացած հավելյալ համալիր հետազոտությունները։ Ուզում եմ նշել, որ սկրինինգի դիմաց ցանկացած կին պետպատվերի շրջանակներում է սպասարկվում եւ մամոգրաֆիկ եւ բիոպսիոն ծառայությունները, ինչու ոչ կատե ծառայությունները բոլորը տվյալ խմբի կանանց տրամադրվում է անվճար։ Այսինքն սկրինինգային հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերել քաղցկեղը շատ ավելի վաղ փուլերում, ասիմպտոմ փուլերում եւ կանեք դեռ դրա մասին ուղղակի չեն էլ կասկածում։ Այո, միանշանակ, որովհետև ես ինչպես նշեցի սկզբում, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի աճը կապակցված է ուղիղ համեմատական կապ ունի սկրինինգային հետազոտության ներդրման հետ, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի ասիմպտոմատիկ անախտանիշ կանայք փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ տոկոսն է, որ դիմում է, իսկ այդ ժամանակ հայտնաբերված քաղցկեղը մոտ 98-ից 99% հավանականությամբ բուժվում է լիարժեք եւ կարիք չունի արդեն կինը հետագայում ենթարկվել քիմիոթերապիայի, ճառագայթային թերապիայի, եւ որպես վիրաբույժ ուզում եմ նշել, որ վիրաբույժի գործն էլ է այդպես թեթևանում, որովհետեւ երբ որ կինը գալիս է սկզբում, դու լայն հնարավորություններ ունես մեծ վիրատական ծավալներ առաջարկելու, պահպանել կրծքագեղձի արտաքին էսթետիկ տեսքը, չվնասելով ինչու ոչ նաեւ կնոջ անթափոսային լիմֆատիկ ցանցը, որից կապակցված գիտենք բոլորս լիմֆատիկ այտուցների արկայությունը, որը որ բնականաբար ազդում է ինչու ոչ կնոջ կյանքի որակի վրա եւ անաշխատունակության վրա եւ շատ հաճախ վիրաբույժի ձեռքերը կապվում են, երբ որ կինը մոտենում է արդեն երկրորդ-երրորդ փուլում, երբ որ դու ստիպված քո գործը արդեն զիջում ես քիմիոթերապևտին, ու քիմիոթերապևտները ճառագայթաբար այդ ժամանակ այսպես ասած բուժման ճանապարհն էլ ավելի երկարում է։ Այնպես որ եւս մեկ անգամ ուզում եմ հորդորել կանանց, որ սիրեք ինքներդ ձեզ ու միշտ առաջին բանը, որ կարող եք մտածեք հետազոտման մասին ու մի քիչ ուզում եմ կանանց ասել, որ այն պահին, երբ որ ուզում եք ձեզ մի նոր զգեստ գնել, մի պահ կանգ առեք, հետազոտվեք, հետո նոր անցեք զգեստների ու պայուսակների գնմանը, որտեղ առողջությունը վերադարձնել արդեն հետո հնարավոր չի լինի, եթե բավականին ուշ դիմեն։ Եվ այսպեսի մի հարց, քանի որ մենք խոսեցինք ինքնազննման մասին եւ մենք բժիշկները շատ ենք հորդորում կանանց կատարել ինքնազննում եւ նշում ենք դրա արդյունավետությունը։ Ինչպես է ճիշտ կատարել ինքնազննումը եւ արդյոք բոլոր շոշափված գոհացությունները արդեն քաղցկեղ են նշանակում։
Այսպես ասած, ամբողջ հետազոտման սկիզբը հանդիսանում է ինքնազննումը, կնոջ կողմից ինքնազննումը, օրինակ շատ անգամ բուժառուներն ասում են, ես այդ ինչպես պետք է հետազոտեմ ինձ, որ կարողանամ հայտնաբերել, ոչ, դա սխալ կարծիք է, որովհետև ինքնազննումը իր մեջ ներառում է փուլային գործողություն, նախ պետք է ժամկետը ճիշտ ընտրել, դաշտանային ցիկլի 5-ից 12-րդ օրերին է ցանկալի կատարել ինքնազննումը։ Ինքնազննումը կանտարել հալու առջև կանգնած եւ պարկած դիրքում, եւ արդեն երկրորդ փուլը դա լոգանքի ժամանակ ինքնազննումը, որովհետեւ լոգանքի գելի արկայությունը ստիպում է եւ ավելի ակնառու շոշափին իրականացնել, որովհետեւ ինչ չոր մաշկի վրա հետազոտել է եւ լասյոնների օգնությամբ ավելի ակնառու է երևում։ Հետազոտում ենք ափային կողմից 4 մատների ուղիղ պահած, աջ ձեռքով ձախ կրծքագեղձը ժամացույցի թվատախտակի ուղղությամբ, հա, սկսում ենք ժամը 12-ից 1, 2 ու ժամատախտակը լրացնում ենք, այսպես ասած։ Ավարտից հետո պարկած դիրքում հետազոտելու ժամանակ սրբիչ կամ ինչ որ փոքր բարձիկ է դրվում այն ուսահոդի տակ, որ կրծքագեղձը որ պիտի շոշափեք, հա։ Օրինակ աջ կրծքագեղձը շոշափելու դեպքում աջ ուսահոդի տակ դրվում է հատուկ բարձիկ, որպեսզի կուրծքը բարձրանա ու ավելի հեշտ լինի։ Եվ լոգանքի ժամանակ ինքնազննումը, որը ես ձեզ հավաստիացնում եմ, որ կանանց մի մասը, որ դիմում է մեզ, դիմում է ինքնազննման շնորհիվ հայտնաբերած որևէ գոյացության պատճառով, որ նշում է, որ ինքնազննում է։ Եվ արդեն կնոջ ինքնազննումից հետո, երբ որ կինը դիմում է կլինիկա, դրան հետևում է բժշկի ֆիզիկալ եւ վիզուալ զննումը, հետո արդեն մամոգրաֆիկ, արդեն կախված տարիքային ցուցումներից ու ռիսկի գործոններից է MRT, հետազոտությունները, սոնոգրաֆիա եւ այլն եւ այլն։ Խոսեցիք հետազոտություններից, որոնք են հիմնական կրծքագեղձի քաղցկեղի, ընդհանրապես կրծքագեղձի հետազոտման հիմնական մեթոդները որոնք են արդեն կլինիկայում։ Ինչպես նշեցի, կրծքագեղձի հետազոտման հետազոտությունների տեսակները բնորոշվում են կախված տարիքային շեմից, ինչպես ասեցի, միջև 30 տարեկան եւ 30-ից 40 տարեկան սոնոգրաֆիկ հետազոտություն, բայց 35-ից 40 տարեկանները պարտադիր անցնում են մեկ մամոգրաֆիկ հետազոտություն։ Հետազոտությունները կրծքագեղձերի սոնոգրաֆիան կամ ինչպես ասվում է ուլտրաձայնային հետազոտությունը, որը ուզում եմ նշել, որ դա ճառագայթային հետազոտություն չի, որտեղ ժառուները շատ անգամ երկրորդ անգամ նշանակված, երկրորդ կարծիք կամ 3 ամիս հետո նշանակված ուլտրաձայնից հրաժարվում են ասելով ես ճառագայթվեմ, դա ձայնային հետազոտություն է, դրան հետևում է ռենտգեն թվային մամոգրաֆիան, բայց ցանկալի է տոմոսինտեզով, այսինքն 3D շերտագրմամբ, ինչու, որովհետև կան բավականին փոքրիկ 2-ից 3 մմ, 50 միկրոն չափերի կալցիֆիկատներ, ինչու ոչ ատիպիկ բջիջներ, որոնք սովորական մամոգրաֆը անզոր է նկատել, ու երբ որ մեր հմուտ մամոգրաֆիստները շերտագրում են արդեն իրականացնում, արդեն հստակ տեսնում են ու կարողանում են, այսպես ասած, ճիշտ կետում ճիշտ բռնել գոյացությունը։ Դրան հետևում է MRT հետազոտությունը, շատ դեպքերում, եթե կինը գտնվում է տվյալ տարիքային խմբում, նախ ուզում եմ նշել, որ կրծքագեղձերի MRT հետազոտությունը որևէ տարիքային հակացություն չունի։ Բայց ինքը շատ ինֆորմատիվ հետազոտություն է համարվում, երբ որ կինը բավականին երիտասարդ է, ունի խիտ կրծքագեղձեր, այսինքն գեղձային հյուսվածքը բավականին արտահայտված է մամոգրաֆիկ հետազոտության վրա, կինը ունի ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն պրակտիկորեն առողջ է, բայց մայրիկի, քույրիկի կամ հայրական հարազատներից որևէ մեկի մոտ արկա է որևէ քաղցկեղ կրծքագեղձի, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի, նրանք նույնպես ենթարկվում են MRT հետազոտության, ու ուզում եմ նշել, որ մենք շատ հաճախ վիրաբույժները շատ ենք սիրում MRT հետազոտությունը, որովհետև երբ որ արկա է լինում մի տեսակ կալցիֆիկատեի դաշտ կրծքագեղձում, մեզ շատ կոնկրետ պետք է հասկանալ MRT հետազոտությունով բոլոր կալցիֆիկատեի դաշտերն են իրենք վտանգավոր, թե մի մասը կարելի է խնայել, որտեղ դրանից կախված է լինելու կնոջ կրծքագեղձի պահպանման կամ հեռացման հարցը։ Եվ կրծքագեղձի MRT-ից զատ շատ իհարկե բավականին շատ տարածում են ստացել կոնտրաստային հետազոտությունները, կոնտրաստային մամոգրաֆիա, կոնտրաստային դոկտոգրաֆիա, բայց ես որպես կլինիցիստ ուզում եմ նշել, որ հմուտ մամոգրաֆիստ ունեցող կենտրոնը հստակ այլ ոչ մի հետազոտության կարիք հիմնականում չի ունենում։ Իսկ որոնք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները։
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ նախատրամադրող գործոնների հետ մեկտեղ նաև շատ կարևոր ռիսկի գործոնների առկայությունն է։ Դրանց շարքին են դարձվում վաղ մենարխեն, այսինքն մինչև 12 տարեկան դաշնային ցիկլի առկայությունը, ուշ մենոպաուզան, ժառանգական նախատրամադրվածությունը, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, ուշ ծննդաբերությունները, ինքնաբեր եւ արհեստական վիժումները եւ ուզում եմ նշել, որ կան նաև ոչ կառավարելի գործոններ, որոնք որ մենք անզոր ենք կառավարել, թերևս նշեմ, որ դա տարիքն է ու տարիքը եւ ինչու ոչ նաև սեռը, որովհետեւ կանայք հիմնական թիրախտ են հանդիսանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման համար, որովհետեւ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը մոտ 100 անգամ ավելի պակաս դեպքերում է հանդիպում։ Բայց գրանցվում է փաստորեն տղամարդկանց մոտ նույնպես։ Եվ ժառանգական նախատրամադրվածության մասին խոսեցիք, խնդրում եմ այն կանայք, ովքեր որ ունեն ընտանիքում կրծքագեղձի քաղցկերի դեպքեր, ինչպիսի տակտիկա պիտի ունենան հետազոտում։ Այո, ցավոք մեր մոտ բուժված հիվանդների շատ քիչ տոկոսն է, որ ժառանգական նախատրամադրվածություն է ունենում։ Ընդհանուր երևի կառուցվածքում մոտավորապես 5-ից 10% ունի ժառանգական նախատրամադրվածություն ու գենային մուտացիաներ։ Ուզում եմ հատուկ նշել երկու հիմնական գենային մուտացիաների մասին, դրանք BRCA1 եւ 2 գենային մուտացիաներն են, որոնք որ կապակցված են կրծքագեղձի քաղցկեղի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման հետ, բայց ցանկացած կին, ով որ ունի ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն մայրիկ, մորաքույր, տատիկներ, իսկ մայրական գծով ծանրաբեռնվածություն հարազատների շրջանում պարտադիր կերպով պետքա կատարվի գենետիկ թեստավորում, բայց ուզում եմ ասել, որ գենետիկ թեստավորումը միանշանակ յուրաքանչյուր անձ չի կարող դիմել եւ կատարել գենետիկ թեստավորում, որովհետեւ գենետիկ խորհրդատում պետքա խորհրդատվություն կատարի, դրանից հետո ռիսկերի գնահատումից հետո կատարվի գենետիկ թեստավորում։ Բայց կա նաև թյուր կարծիք, որ հայրական գիծը զերծ է մնում որևէ ծանրաբեռնվածությունից, բայց դա այդպես չէ, որտեղ հայրական գիծը նույնպես կարևոր է, որտեղ եթե տվյալ ընտանիքում, օրինակ ընտանիքի պապիկը ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ընդհանուր հաջորդիվ նրա տղան եւ թոռները նույնպես գտնվում են ռիսկի խմբում արդեն շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի եւ նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի առումով։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ կարևոր հետաքրքիր ինֆորմատիվ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ եւ եթե թույլ կտաք, ուզում եմ ուղերձանել կանանց, որ կնոջ առաքելությունը մայրանալն է եւ դուք առողջ մայր լինելով կնպաստեք նաեւ ընտանիքի առողջությանը նույնպես։ Շնորհակալ եմ։ Սիրելի կանայք, եղեք առողջ, սիրեք ձեզ եւ հոգ տարեք ձեր առողջության մասին։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։